Որոշում Հայաստանի Հանրապետության անունից վերագրիչ քրեական դատանը որոշեց դատախազության Երևան քաղաքի դատախազության ավագ դատախազ Բեգդարյանի վերաբերել Դավիթ Համբարձումյանի պաշտպան Տիգրան Աթանասյանի վերաբերել Դավիթ Համբարձումյանի և Գոռ Համբարձումյանի պաշտպաներ Վահե Մակյանի, Լեոնիդ Պապարյանի և Արման Կարապետյանի վերագրիչ բողոքները բավարարել մասնակի Երևան քաղաքի առաջին հեծանիթան Երևանյան քրեական դատարանի 2025 թվականի հոկտեմբերի 23-ի դատավճիռը մասնակի մեղադրվել Դավիթ Մերի Համբարձումյանի և Գոռ Մերի Համբարձումյանի մասը բեկանել և առօրյա այդ մասով փոխանցել մի դատարան նոր դատականություն։ Մեղադրվել Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված 2 միլիոն դրամի չափով գրով թողնել անփոփոխ։ Մեղադրվել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ որպես խախտման միջոց կիրառված տնային տարանքը փոխել վարչական հսկողություն այլընտրանքային խախտման միջոցի վերջինիս ազատ արձակելով դատական նստերի տարածքում։ Դավիթ Համբարձումյանի արգելոցը շաբաթը մեկ անգամ գրանցվել իր բնակության վայրի հանուն պրոբացիայի ծառայությունում։ Մեղադրվել Դավիթ Համբարձումյանին արգելել առանց բանտ իրականացման մարմնի դատարանի թույլտվությամբ փոխել մշտական բնակության վայրը հաղորդակցվել նշված քրեական գործով դժողներ Ինջի Գուլյանի, Բադոյանի, Ասլանյանի, Պողոսյանի և Դանիելյանի վարչական հսկողության մասով որոշման կատարումը անձնարել հանրապետության ծառայության համապատասխան ստորաբաժանման։ Մեղադրվել Դավիթ Համբարձումյանի նկատմամբ այլընտրանքային խախտման միջոցներ կիրառված բացակայել վարկել 5 միլիոն դրամի չափով գրավը թողնել անփոփոխ, դատավճիռը մնացած մասը թողնել անփոփոխ։ Որոշումը կարգել վերագրիչ քրեական դատան, ներողություն վճռավետ դատան այս կանոնավորումից մեկամսյա ժամկետում։ Քրեական դատավարության նոթի 361-րդ 4 մասի հիման վրա արձանագրվում է, որ դատական կազմի դատավոր մաշկի իրականությունը նոր դատականության վարկելու վերաբերյալ ունի տարբերվող պատկերացում։ Դատական նիստը հայտարարվում է